Նարեկ ջան, ես իմ անձնական գրաֆիկը ունեմ։ Եվ կներեք, ինչու էր վաղար շաբաթի համայնքապետարանի մաքրուհիները մաքրում այն ձեր բեմը հանրահավաքի։ Ասեմ, նախ իրենք հարակից տարածքն էին մաքրում եւ ներողություն բեմը հավաքող մարդիկ խնդրել են, որ իրենք էլ մաքրեն այդտեղ, մի պահ մաքրել են իմ տեղեկություններով։ Իրենք իրենց անձնական նախաձեռնությամբ ասել են գամ ձեր բեմը մաքրեք։ Իրենք հարակից հանրային տարածքը մաքրելուց են եղել, բեմը հավաքող անձնակազմը խնդրել է, որ մի պահ բեմը մաքրեն։ Սա է եղել ամբողջ պատմությունը։ Ներկայացուցիչների գալը որտեղ ձեր հավաքին հանրահավաքի օրը։ Ժորդան, ես ոնց մեկնաբանեմ այդ հարցին, ոնց եք ուզում մեկնաբանեմ, ասեք։ Վարչական ռեսուրսի չարաշահումը։ Ես ասում եմ, մենք չէ, այդպես չի լինում։ Այդպես չի լինում, Ժորդան։ Եթե կա վարչական ռեսուրսի չարաշահում, դուք կարող եք ինքներդ դիմել համապատասխան մարմինել եւ ընթացք տվացվի դրան, բայց մեր հայտարարության տեքստը բաց է եղել եւ ես շատ ուրախ եմ, որ շատ կառույցներից կամ շատ գյուղերից, շատ տեղերից եկել են մեր աջակիցներ, այդ նաեւ ինչի՞ չեք մսում, որ օրինակ բանկերից են եկել, դա էլ է վարչական ռեսուրս։ Մասնավոր է, խոսքը պետական է, ձեր այսինքն մարդը դատապարտված է, դատա ձեզ տեսել էր ու իջել էր։ Բայց դուք ֆիքսել եք, չէ՞, որ դա ընդմիջման ժամ էր։ Հա, բայց ասեց բանը, մոտեր իջել եմ Մեխակյանին լսեմ։ Չէ, բայց դուք ֆիքսել եք, չէ՞, որ ընդմիջման ժամ է։ Որտեվ առաջի դիտողությունը ես եմ արել։ Առաջի դիտողությունը ես եմ արել, որ մեր բուժքույրը ինչի ասել, ասել են ընդմիջման ժամը ինքը որոշել է գա այստեղ։ Ինչ նշել եք բուժքրոջը իր քաղաքական հայացքները, բայց ես իրեն չեմ նկատողություն արել, մեր թիմակիցները։ Լավ, պարոն Մեխակյան, ձեզ համար ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին երկրորդ է, թե ինչպես ձեր շատ թիմակիցներ են ասում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կտրիչ Ներսիսյան։ Ես այդ հարցին չեմ պատասխանում, որովհետև ես այդ հարցից խուսափում եմ, որովհետև դա չէ, ոչ թե խուսափում, Ժորժ ջան, այդ հարցը, այսպես ասեմ, բազմիցս քննարկվել է, չարչրկվել է, ես էլ դրան բազմաթիվ անգամ անդրադարձել եմ։ Ես իմաստը ո՞րն է նորից վեզը։ Կաթողիկոս թե խուսափում եք ասել Կտրիչ Ներսիսյան։ Ես ասել Կտրիչ Ներսիսյան, ոչ խուսափում ասել Գարեգին երկրորդ։ Ես չեմ ուզում մտնել մի շրջափուլի մեջ, որ այս հարցերի շրջափուլի մեջ, որ մեզ ոչ միտեղ չեն տանում։ Կա հստակ հայտ Նիկոլ Փաշինյանը մտել է, ես իմ ու ձեր խոսակցության մասին եմ ասում։ Դուք մի տարեք դա ուրիշ դաշտ, որովհետև Նիկոլ Փաշինյանը հստակ օրակարգով մտել է, դուք իրեն բազմաթիվ հարցեր տվել եք այդ առումով, ինքը ավելի շատ այդ արշավին ակցիային, չգիտեմ, նախաձեռնությանը։ Ես այս պահին կենտրոնացած եմ իմ անելիքների վրա։ Ես կարծում եմ, որ իմ այլ անելիքներ, եթե ես որևէ բան այլ իմ անելիքներից զատ ուրիշ բան անեմ, իմ կոնկրետ այն գործը, որի համար ես այս պահին նշանակված եմ, կարծում եմ, որ դա իմ համար եւ մեր համայնքի համար ամենակարևոր գործն է։ Գուշավորությունը ինչով է պայմանավոր։ Ոչ մի բանով, ես գուշավոր չեմ։ Եթե ընտրվեմ, կտեսնեք այդ ամենը, եթե եթեները կլինեն հետո։ Պարոն Մեխակյան, նշեցիք, որ եթե Նիկոլ Փաշինյանի աջակցությունը չվայելեիք, չէիք լինի թեկնածու, բայց պարբերաբար կուսակցականները նշում են, որ կուսակցության ներսում ժողովրդավարություն է, ինչպես է ստացվում, որ մեկ մարդու աջակցությունը չվայելելը նշանակելու է ձեր թեկնածությունը չլինելը։ Չհասկացա հարցը։ Դուք նշեցիք, որ եթե Նիկոլ Փաշինյանի աջակցությունը չվայելեիք, չէիք լինի թեկնածու։ Բայց կուսակցականները հաճախ ասում են, որ կուսակցության ներսում որոշումները ժողովրդավարությամբ են։ Այո, ժողովրդավարությամբ վարչությունը միաձայն որոշում է կայացրել։ Ես միաձայն որոշումը դա արդեն վարչության որոշումն է, որը որ միաձայն է, հետեւաբար եթե միաձայն է վարչության նախագահն էլ Նիկոլ Փաշինյանն է, հետեւաբար նաև անձնական իր աջակցությունն է։ Չէ, նշեցիք, որ եթե չաջակցեր, չէիք լինի թեկնածու, այսինքն եթե լիներ վարչության բոլոր անդամները լինեին կողմ։ Եթե մենք ասում ենք, ես նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանն, որ ասում ենք անձնապես հենց իր անձը նկատի չունենք, այլ նկատի ունենք վեր կուսակցության վարչությունը, որտեղ վարչության նախագահան ինքն է, վարչության նիստը ինքն հասկանում եք վարչություն, պարոն Մեխակյան։ Ժորժ ջան, այս հարցի վերաբերյալ եմ ասում, եթե ասում եք Նիկոլ Փաշինյանի աջակցությունը, հիմա ի՞նչն է խնդիրը ձեր։ Պարոն
Պարոն Մեխակյան, ամբողջ խնդիրն այն է, որ ողջ քարոզարշավի ընթացքում ոնց հասկացանք, ձեզ ավելի շատ անցալում են մարդիկ որպես Մեխակ Մեխակյանի որդի եւ դուք էլ խուսափում եք այդ ասոցիացիայից եւ հպարտ եմ։ Եվ ես շատ ուրախ եմ, ես շատ հպարտ եմ, ես իմ կյանքում ոչ մի իմ արած եւ իմ կատարած որոշման համար չեմ փոշմանել Փառք Աստծո եւ կարծում եմ, որ չեմ փոշմանելու, որովհետեւ այստեղ ոչ մի խուսափողական բան չկա, եթե ես խուսափեի այսօր ձեր առաջ հարցազրույց չէի տա, ես բազմիցս անդրադարձել եմ այդ հարցերին, ինձ վերաբերող հարցերին, լավ կլիներ ուղղակի հարգելի լրագրողներ, դուք հարց տայիք այն մարդկանց, այն քաղաքական գործիչներին, որոնք փորձում են իմ հոր անվան կամ իմ հոր հիշատակը շահարկելով քաղաքական որևէ շահ հետապնդել կամ փորձել իմ անունը ցեխոտել եւ այլն եւ այլն։ Չկա նրանց ասած դա մարդու անձնական դաշտ մտնելը կամ մարդու սեփական անձնական դիրքորոշումը փորձել հանրությանը իրենց քաղաքական շահի համար ինչ որ բան հրամցնելը դա առնվազն ազնիվ չէ։ Շատ հա, բայց չէ, ես իմ մասով եմ ասում, ես տարակուսանք չունեմ։ Պարոն, որտեղ ձեր հայրը Արցախ ազատագրել է, իսկ ասում են որդին կանգնել է Արցախը հանձնածների կողքին։ Դե հասկանում եք այդ դիսկուսը ինչքան արդեն չարչրկված է, որ այսինքն Արցախը հանձնողներին դա այտենց մի հատ իրենց համար դիլեմա են սարքել, որ որոշ քաղաքական ուժեր, որ իրենք էլ չեն կարողանում դրանից դուրս գալ, այսինքն այլ քաղաքական ասելիք չունեն։ Իսկ Արցախը ինչ եղավ մեր հա դուք կարող եք 5 անգամ էլ պնդել դա, բայց ասեմ դրանից իրականությունը չի փոխվում, Արցախի հետ ինչ եղել է մեր բոլորի աչքի առաջ է եղել եւ մեր իրականությունը դա 30 տարի, 50 տարի առաջ չի եղել, որ մենք չլինենք կամ փոքր եղած լինենք։ Մեր բոլորի աչքի առաջ եղել, մենք բոլորս գիտենք ինչ եղավ Արցախի հետ։ Շնորհակալ եմ ձեր Մեխակյան կներեք Ծիածան համայնքից Գևորգ Մանուկյան անունով անձը մեծ հետ հարցազրույցում պնդում էր, որ ձեր ընտանիքի անդամները ընտրակեղծարարներ են եւ ասում են, որ ձեր փեսան մասնավորապես նախկինում կաշառք է ստացել, մեքենայի տեր է եղել, մի հատ կբացատրեք ինչ ես նմանատիպ անձանց, ես չգիտեմ ում նկատմեք, նմանատիպ անձանց եւ ձեզ էլ խորհուրդ եմ տալիս ուղղակի ահազանգել ոստիկանություն նման հայտարարություններից հետո։ Պարոն Մեխակյան, եթե դուք ընտրվեք վաղար շաբաթի հրավիրում էր, ասում էր, եթե որևէ բան սուտ եմ ասում եւ զրպարտում եմ, դուք դիմեք դատարան։ Եթե չեք դիմում, լռում եք, նշանակում է համաձայնեք իմ ամեն բառի հետ։ Էլի, այդպես չի լինում, Ժողովուրդ ջան։ Ձեր հոր պատգամի հետ մի կապված որոշի Մարիամ ջան, վերջին հարցը։ Խոյ համայնքի ընտրությունների ժամանակ խոսել եք ձեր հոր պատգամից, արդյոք այս քաղաքական ուժը, որի կողքին կանգնել եք, հետևում է ձեր հոր պատգամին, հատկապես երբ որ առանձնացնում է իրական ու պատմական Հայաստաններ։ Ձեր հարցի իմաստը ո՞րն է, չհասկացա։ Դուք ասում եք, որ ձեր հոր պատգամը քաղաքական ուժը իմ անձնական իմ արտահայտվելու հետ ինչ կապ ունի իմ անձնական դիրքորոշման հետ։ Մեխակյան, եթե մի կուսակցություն եք ընտրել, որի գաղափարախոսությունը չի հակասում, որովհետև գաղափարախոսությունը մենք պետք է հաշվի առնենք ինչ իրողության պայմաններում, ինչ աշխարհաքաղաքական իրողության պայմաններում ենք ապրում եւ եկեք ընդհանրապես վարշապատի ընտրությունները չվերածենք աշխարհաքաղաքական սկզբունքներին գաղափարախոսությանը։ Ներողություն եմ խնդրում էլի, մի քիչ եկեք կոռեկտ հարցեր տանք էլի, դավաճանել չէ, մի րոպե կներես վայր։ Ես ոչ մեկին չեմ վիրավորում, հարգում եմ բոլորի դիրքորոշումները, բայց ես խնդրում եմ իմ անձի մասին խոսելիս խնդրում եմ գոնե մի փոքր հետաքրքրվեք, թե օրինակ, ասենք մեր գյուղում ես ինչքանով եմ հարգանք վայելում կամ չէ, կամ չէ, նույն քաղաքական առումով էլի, բայց չի կարելի։ Արցախի գոյամարտի դուք հասկանում եք դուք ինչ Կիկոսի մահն եք դուք ասում, Վահե ջան, այսինքն եթե լիներ այսպես, եթե այդպես չի լինում։ Հովիկ Աբրամյանին են բոլորը գովում։ Հասկացում եմ։ Պարոն Մեխակյան, տեսեք, դուք որ լինեք վաղար շաբաթի համայնքապետ եւ Նիկոլ Փաշինյան, քաղաքացի Նիկոլ Փաշինյանը մի րոպե դիմի հոգեվոր հավաք անցկացնելու։ Ես այդ հարցին ուղիղ Դուք պատասխանել եմ, որպես համայնքապետ արտոնելու եք այդ հավաքը թե ոչ։ Եթե ես այսպես ասեմ, եթե Նիկոլ Փաշինյանը որոշեց որևէ միտեղ Հայաստանի Հանրապետություն հավաք անցկացնել, այս պահին չկա որևէ մեկը, որ չկարողանա արտոնել։ Կարողա ձեր սրտով էլ չես ամեն ինչը, որ եկեղեցու դեմ արշավ իրականացում ձեր թիմի կողմից։
Շնորհակալ եմ հարցերի համար, կհանդիպեք ժամեր անց մեր հաղթանակից հետո։ Շնորհակալ եմ։